Ոստիկանները կտեղեկացնեն։ Ինչ ճշտվեց։ Կարող ասել հարգել։ Իմ սենյակում անձնական իմ հոգևոր հանդերձանքը ես դուրս եի եկել տարածքից։ Իմ սենյակում ինչպես պիտի վերցնեմ, որ ասեք խնդիր չկա, եթե ինչ-որ կողմով կարող եմ շրջանցել, ասեք, կան ինչ պիտի ցույց տամ, որպեսզի կարողանամ վերցնել։ Հարցին այս բան չեմ կարող պատասխանել։ Ես հասկանում եմ, որ դուք ինչ-որ մեկից հարցեք, ում ես հարցնեմ, ով է իրավասու, որ իմ հարցին պատասխանի։ Ես ձեզ հետ խնդիր չկա, իմանամ ումից պիտի հարցնեմ։ Չէ, ձեր ղեկավարն ով է, դուք ասում եք թույլ չեմ կարող տալ, ես իմ հոգևոր հանդերձանքով պիտի լինեմ տարածքում։ Գնամ հագնեմ, որպեսզի նորից դուրս գամ։ Ով է իրավասու ինչ-որ մարդ գա, ես իր հետ խոսեմ, ոչ մի խնդիր։ Մեկ վարդ սպասի։ Հա, իհարկե։ Հետևորդներին տեղեկացնեմ, որ սարկավակներից մեկը փորձում է ինչպես է կոչվում միաբանական սենյակ, միաբանական մասնաշենք մուտք գործել, դեռ այս պահին հնարավորություն չկա։ Նրա հետ միաժամանակ սպասենք, հասկանալով, թե ինչ որոշում է կայացվում։ Քանի սպասում ենք այստեղ, ձեզ ինչպես դիմեմ։ Դավիթ Սարգսակ։ Դավիթ Սարգսակ, եկեղեցում այս իրավիճակը ինչպես է ազդում ձեզ վրա որպես հոգևորական։ Ինչպես մնացյալ հավատացյալների վրա, բայց խնդրում եմ սպասենք պատասխան լինի հետո, երբ որ արդեն խոսենք այդ Հարգել ես կոմոս։ Ուղիղ տղեկ։ Չէ, ագրեսով է։ Հատուկ պահպանվող ինչ-որ հատված կա, ուզում ենք դա հասկանալ, հա, որ շրջապատում որ մարդ չանցնի։ Իսկ դες հետաքրքիր չէ ինչ չանցնի, ինչն եք պաշտպանում։ Մենք տեղյակ չենք։ Կներեք, բայց ուզում ենք խանգարում եք ծառայություն։ Լավ, շնորհակալ եմ, կներեք։ Ոչ մեկ հնարավորություն չունի անցնելու։ Ինչ ասենք ներեք ձեզ, ինչ պատասխան տվեցին։ Կապերեք կասենք, լավ։ Հա, շատ։ Այսինքն դուք սպասում եք մինչև պատասխանեն, ինչ ասացին։ Ուրիշ տարբերակ չունենք, ասացին պիտի սպասենք պատասխանին, հուսանք կպատասխանեն իհարկե։